Բարի լույս, 1869 թվականի այսօրը Լոռվա Դսեղ գյուղում ծնվել է հայ մեծագույն գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ական թվականների կեսից, համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել բանաստեղծություններ հավաքածուի լույս տեսնելուց հետո։ Թումանյանի Միկաթիլ Մեղրը, Շունն ու կատուն, Անուշը, Գիքորը, Մարոն, խոհա փիլիսոփայական քարոզիակներն ու շատ այլ ստեղծագործություններ հայ գրականության ոսկե ֆոնդի մասն են։ Արդեն 5-րդ տարին է, որ Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր հռչակելու նախաձեռնության հեղինակը Հայաստանի գրողների միությունն է։ Հատկապես մարզային ու դպրոցական գրադարաններին այդ օրը նոր հրատարակած գրքեր են նվիրում։ Բուգինից գրախանութը, որը ամենահինն է Հայաստանում և գործում է 1937 թվականից, այսօր գրքեր կնվիրի իր գնորդներին։ Գրախանութն այսօր ժամը 10-ից 20-ը բոլոր գնորդներին նվեր կտա գիրք, ինչպես նաև կուտակային զեղչի քարտ։ Բրիտանական ֆիլմերի ամենամյա 12-րդ փառատոնը տեղի կունենա փետրվարի 22-ից մարտի 16-ը։ Փառատոնային ֆիլմերը Մոսկվա, Նայիրի, ինչպես նաև Սինեմա-Սթար կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաև Գորիսում, Գավառում և Գյումրիում։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին ժամը 16-ին Մոսկվա կինոթատրոնում «Ամառը փետրվարին» ֆիլմով։ Իսկ Երևանում այս պահին 0-ից բարձր 3 աստիճան է, ծանոթացեք եղանակի տեսությանը ամբողջ Հայաստանում։